մեր նախընտրական ծրագիրը սկսվում է իմ ուղերձով, ուղերձը իր հերթին սկսվում է մեջբերումով 2021-26 թվականներին կառավարության գործունեության ծրագրից, որը ընդունվել է 2021 թվականի օգոստոսին ազգային ժողովում, իհարկե այս կտորը ես վերջին շրջանում բազմիցս եմ մեջբերել, բայց նաև որպես մեր նախընտրական ծրագրի անբաժանելի մաս ուզում եմ նորից ընթերցել, հիշեցնեմ կառավարության 2021-2026 թվականի գործունեության ծրագրից է մեջբերումը, որը ընդունվել է 2021 թվականի օգոստոսին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում եւ այսպես մեջբերում Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունն է եւ 21 թվականի այս ընտրությունների ամփոփումից հետո ես դիմում եմ այդ ծրագրով եւ նաեւ հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացի Ձեզ դիմում եմ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ եւ վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ձեր աջակցությամբ կատարել է ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել եւ այսպիսով Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու Պետք է տեր կանգնենք խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է եւ մեր ամենօրյա խնամքի կարիքը ունի Հունիսի 7-ին գնացեք ընտրական տեղամաս եւ տեր կանգնեք խաղաղությանը, քվեարկելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին Ձեր Նիկոլ